Հալելույա։ Մենք երկենք քեզի Տեր, մեր Տեր, որթուն սուրբ ես։ Հիսուս, խոնարհվեցար, քառնուգի պես մորթվեցար, ձեծվեցար, ծաղրվեցար, վրատ խնդացին, քո հագուստը տվաժնեցին, բարդված երևցար և այդպես ալ մահացար, բայց երրորդ օրը հարություն արիր, և հիմա ողջ ես, և հետո բարձրացար, հոր աջ կողմը նստար, և հիմա թագավոր ես թագավորներու, և հիմա դեր ես դերերու, և մեզի պես աշխարհի մեջ միլիոնավորներ և երկինքի և երկրի վրա քեզի կերքեն, որ դու սուրբ ես, ով խաչված, մերած, մեր մեղքերուն համար, բայց երրորդ օրը հարություն արած թագավոր, փառք քեզ, մենք քո ներկայության մեջ ենք և դու այստեղ ես, որովհետև դու ողջ Աստված ես։ Գահարկենք քո ներկայությունդ, կպատվենք քո ներկայությունդ։ Շնորհակալ ենք քո ներկայության համար։ Այսօր ամեն մարդ, որ այստեղ է, ամեն մարդ, որ մեզի գտիդե, այս ամենը թունրիր ամենուն համար, ամեն մեկուս համար անհատապես։ Ադորամարի մաղոտ կսե, որ ամեն մարդ քեզի անցամբ ճանչնա ով թագավոր, ոչ թե միայն անունով, պատմական գիտելիքով, այլ մաղոտ կսե, որ անցամբ ամեն մեկը քեզի ճանչնա, որպես իր դերը և փրկիչը, որտև դու ամեն մեկուն համար արյուն տապեցիր և ամեն մեկուն համար հարություն արիր։ Սուրբ, 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 Դեր ամենագալ, որ էիր, որ ես և որ պիտի քաս, հարկանք և բադիվ քեզի, գանցնենք քեզի այսօրվա ծառայությունը, խնդրելով դու պատրաստես ամեն մեկուն սիրտը, որ քո խոսքդ ամեն մեկուն կյանքին մեջ փոփոխություն բերե Տեր, որ քո հարությունդ ոչ թե միայն պատմությունը լա, այլ իմաստ ունենա ամեն մեկուս կյանքին մեջ։ Հիսուսի անունով գաղութեմ։ Ամեն։ Ամեն։ Հալելույա։ Ամեն, ամեն։ Փառք Հիսուսին։ Հրամեցեք, նստեցեք։ Աստված օրհնեց ձեզի Փառաբանության խումբ, թուգալ գրծազուն չապետի արագ տեղավորվիկ։ Բարի եկածեք սիրելիներ, Աստված օրհնեց ձեզի, բոլոր անոնք, որ առաջին անգամ այստեղ են, բոլոր անոնք, որ մեզի գտիդեն առաջին անգամ, բարի եկածեք։ Մեկ հատ կուզեմ որ հանդարտիկ, որովհետեւ իրար աղվոր խոսքերս ենք։ Ուրեմն պաստորեն գար ժամանակվա մեջ շատ բաներ գլագոր։ 3 օր առաջ մեր դերը խաչվեցավ, արդեն 3 օր անցեր է մեր դերը հարություն արել է։ Քրիստոս հարյավի մերելոց դարձիր կովինիտս է
Հիսուսը քեզի համար հարություն արավ։ Ուրբաթ օրը ով որ այստեղ էր, ես գիհիշեք, որ շատ շեշտեցի իսելով Հիսուսը քեզի համար խաչվեցավ, շատ շեշտեցի իսելով, որ շատ անձնական առ Հիսուսի խաչելությունը, որովհետև ինքը պատմություն մնա իրական, որ այսօր աշխարհը գիտե, բայց երբ որ Հիսուսի խաչելությունը անձամբ գիտես, որ քեզի համար է, այդ ժամանակ կսկսի շատ բան փոխվել։ Բայց այսօր եկել եմ ասելու նույնպես, որ Հիսուսը անձամբ քեզի համար հարություն արավ։ Գիտես ասի ինչու կարևոր է, որովհետև դու պետք ունես գիտնալու Հիսուսը, որ հարություն արավ, ինչ կապ ունի ինձի հետ։ Ես իմ կյանքս, իմ դերդերս մաքուր հայրենով, չէ, իմ կյանքիս հարցերը, ես եւ ես։ Հիմա Հիսուս հարություն արավ, ամեն քրիստոնյա ենք, վստահ, ուրախ ենք, ինչ ունի սելիք Հիսուսի հարությունը ինձի համար։ Մեր հայրենով գխոսիմ գոր, Հիսուսի հարությունը ինչ գործ ունի, ինչ սելիք ունի ինձի իմ դերդերուս մեջ, իմ առօրյայիս մեջ, իմ կյանքիս մեջ, դու գիտես ինչերը անցած ես, ինչի մեջ ես, շատ բաներ չես գիտեր ավակային, բայց Աստված գիտե, հիմա հարցումը հետևյալն է, Հիսուսը քեզի համար հարություն արավ, ինչ ունի սելիք քեզի աս ամենը։ Բարի լուրը հոս է, որ բաներ ունի սելիք։ Այսինքն դու այսօր չես եկած այստեղ բարավի, եթե մեկը գա այստեղ, որ եկել է այսօր, որովհետև զադիգ է, լավ է, բայց ասեմ ավելին, այսօր դու չես եկած միայն, որովհետև զադիգ է, այսօր դու եկել ես, որովհետև Աստված քեզի համար խոսք ունի հատուկ։ Դու գուզես, որ Աստված խոսի քեզի, Աստված իր խոսքով կխոսի քեզի։ Ամեն։ Ինչպես ասինք, որ ով զարգազարդին օրը ներկա էր այստեղ, Զարայության, շատերդ, շատ հետաքրքիր է եղեր կյանքը զարգազարդ, խաչելություն, հարություն։ Գիշեք, որ սերեի զարգազարդ է, ամեն ինչ լավ է, հետո խաչելություն, հիմա էլ հարություն։ Պաստորեն կյանքի մեջ, գար ժամանակվա մեջ շատ բաներ կփոխվի։ Երեք օրս է հետս։ Երեք օրվա մեջ կմտածես այդքան գարջ է, բայց պաստորեն երեք օրվա մեջ գրնա Աստված, գրնա քու կյանքի ճակատագիրը փոխել։ Որովհետև Հիսուս Քրիստոսը խաչվեցավ ուրբաթ օրով քեզի համար, երեք օր վերջ հարություն արավ քեզի համար, երեք օրվա մեջ քու ճակատագիրը փոխվեցավ։ Այսօր մարդիկ գանգսեն Աստված ինչ ճակատագիր դրել է ադի է։ Ես կուզեի ասան գսել, Աստված քեզի համար բարի ծրագիր ունի, բայց այդ ծրագրի մեջ դու կորոշես, մտնես թե ոչ։ Ուրիշ բառերով Աստծո ծրագիրը, ճակատագիրը քեզի համար բարի է, բայց կարևորը մտնես ադոր մեջ։ Եթե չի մտնես այդ ծրագրի մեջ, որ Աստված քեզի համար պատրաստել է, դու կգրնաս երթալ դեղեր, հետո ասես ճակատագիրը ասիպերավ։ Բայց Աստված քեզի համար ավելի լավ ծրագիր ունի։ Ամեն։ Ամենաաղբոր հարցումներն մեկը, որ շատ մարդոցկով գծնի հանգարց։ Ինչու ստեղծված եմ։ Եվ ադանգով կդեր են Աստծո։ Այսօր շատ կվգայեն, որ ես ընդունել եմ Հիսուսին, այսօր իմ կյանքս հանցնել եմ, Գաբրիմ որ իր խոսքով իմաստ կդա կյանքի, ինչու օրը հարցում զակեցավ, ինչու ստեղծվել եմ։ Ով եմ ես։ Օրեր կանցնին որ արդեն 40 տարեկան եղա, 20 տարեկան եղա, 51 տարեկան եղա, 69 տարեկան եղա, ինչու։ Բայց երբ կսկսին որ ծանոթանալ Հիսուսին, կյանքը կսկսի որ իմաստ ունենալ։ Եվ հիմա ամենա հարմար համարը որ դեսա սկսելու այսօրվա խոսքը հարության մասին։ Եկեք իրար հետ կարդանք։ Ինչ աղբոր է որ բոլորդ կետրոնացել եք Աստծո խոսքին վրա, որովհետև մենք այստեղ չենք եկած իրական ժամանակ անցնելու ովևէ մեկ բան մնելու, եկել ենք այստեղ ժամանակ անցնելու Տիրոջ ներկայության մեջ, պարապանելու իրեն, իր խոսքը մտի գնելու։ Գիտեք, մենք մեր կյանքի մեջ շատ բաներու ժամանակ ունենք։ Ադա լավ է։ Գերտանք ու կանք ընտանիքով, գիտես ընելիքներ ունենք, կորձեր ունենք,
բայց Աստված արժանի է, որ հadouk իրեն համար ժամանակ տրամադրես։ Հիմա դու նստեր ես, մեզի գտիդես, եւ հոս եւ հոն։ Գիտեք չէ՞ որ հիմա շատ կամերային հետև մարդիկ կան։ Լայվ չէ, բայց եւ որ դիտեն գտեսնեն։ Հիմա դու հadouk Աստծո ասել գուզես կոր որ ասանք, հիմա ես ամեն բան մեկ կոմբիտ տնեմ, պիտի լսեմ քո խոսքդ։ Կարևոր բան մգնես կոր կյանքիդ մեջ։ Առաջին Կորինթացիս 15-րդ գլուխ։ Եկեք սկսենք կարդանք։ Ուրեմն դու եկերես մտի գնելու այսօր Հիսուսի հարությունը ինչ գաբ ունի քո հետ։ Անցամ քո հետ։ Ինչ սելիք ունի քեզի, ինչ օգուտ քեզի։ Գարտանք։ Բողոսը իր նամակներում մեջ կգրեև գսե։ Եվ եթե Քրիստոս հարություն արած չէ, ուրեմն մեր քարոզությունը բարավ է։ Ու ծեր հավատքն ալ բարավ է։ Եվ մենք ալ Աստծո սուտ վգաները գլանք։ Պիտի գարտամ մինչև 19-րդ խոսքը։ Որովհետև Աստծո համար վկայություն տվինք, թե ինք մերելներեն հարուցանեց Քրիստոսին։ Աստծո խոսքը գսե, որ եթե Հիսուսը հարություն չի արած, ծեր հավատքը բարաբի է, մեր քարոզն ալ բարաբի է, որովհետև մենք վկայեցինք, որ Հիսուս Քրիստոսը հարություն արավ։ Եթե ադանք չէ, մենք սուտ վկաներ ալենք։ Շարունակենք։ Եթե մերելները հարություն չեն առներ, ուրեմն զանիգա, ուրեմն ներողություն, եթե մերելները հարություն չեն առներ, ուրեմն զանիգա չէ հարուցած։ Քանզի եթե մերելները հարություն չեն առներ, Քրիստոսն ալ հարություն արած չէ։ Եվ եթե երկու անգամ գսեգոր նույն դեղը, եւ եթե Քրիստոս հարություն արած չէ, ծեր հավատքը բարավ է ու դագավին ծեր մեղքերուն մեջն եք։ Վաու, շատ կարևոր բաներ գսե։ Նույնպես Քրիստոսով ննչողներն ալ գործված են։ Եթե միայն, կարևոր խոսք լսե, եթե միայն այս կյանքին համար Քրիստոսին հուսացած ենք, մենք բոլոր մարդոց մե ավելի խղճալի ենք։ Շատ կարևոր մի քանի բան կար այս կարտազածից մեջ։ Երեք կարևոր բան կա, որ գուզեմ որ շեշտել սիրելիներ, առաջինը, որ երկու անգամ ասվեցավ։ Դու նսկացած ես չէ, երբ որ մեկը գուզե բանը շեշտել, իր խոսքերուն մեջ մի քանի անգամ գսե նույնը։ Նորմալ երևույթ է ադիգա։ Աստվածաշունչի մեջ ալ այդպես է։ Բողոսը մեկ բանը գուզե որ հասկացնել, երկու անգամ գշեշտե որ բանը, նույն բանը։ Ինչու երկու անգամ գշեշտե որ ուրեմն շատ կարևոր է։ Երկու անգամ շեշտեցելով, եթե Քրիստոսը հարություն արած չէ, ուրեմն մեր քարոզությունը բարաբի է եւ ծեր հավատքն ալ բարաբի է։ Ինչ գսեգոր գիտեք, այսինքն ես որ ոս գեցեր եմ բարաբի է, տունալ որ հոնստեր ես բարաբի է։ Եթե Քրիստոսը հարություն արած չէ։ Ուրիշ բառերով Աստվածաշունչը ասել գուզեգոր, եթե Քրիստոսը հարություն չարավ, քարոզելիք բանը չի գա։ Ասելիք բանը չի գա։ Ովևէ մեկ բան խոսելիք չի գա, եթե Հիսուսը հարություն չարավ։ Եվ ծեր հավատքն ալ բարաբի է։ Ուրեմն այս ամեն ինչեն ուրիշ բան մը հասկանաս։ Որքան ուրեմն կարևոր է Հիսուսին հարություն առնելը։ Վաու, մտածե։ Որքան կարևոր է Հիսուսին հարություն առնելը, որ խոսքը գսեգոր որ եթե չարավ բարաբի է մեր խոսածնալ քո հավատքը դալ։ Ուրեմն շատ կարևոր է Քրիստոսի հարությունը, ուրեմն շատ կարևոր է որ գիտնաս ինչու Քրիստոսը հարություն արավ։ Ամեն։ Ասի առաջինը։ Երկրորդը։ Սկացիկ շեշտեց մույս խոսքին մեջ, ասելով որ եթե Քրիստոսը հարություն չի արած, ծեր հավատքը բարաբի է, բայց ուրիշ բան մնալ ասավ։ Դագավին ծեր մեղքերուն մեջն եք։ Մեկ ֆարգեն։ Ինչ կապ ունի, ուրեմն ինչ կապ ունի Քրիստոսին հարությունը եւ մեր մեղքի մեջ ըլլալը եւ չըլլալը։ Խոսքը գսեգոր, եթե Քրիստոսը չի արած հարություն, ուրեմն թեր մեղքի մեջ եք։ Լավ հարց, չէ որ Հիսուսը խաչին վրա արավ մեր մեղքերը։
Հոսկսեգոր որ եթե հարություն չարավ թեր մեղքի մեջ եք։ Մենք միշտ կսենք Հիսուսը խաչին վրա վերցուց քո մեղքերդ։ Քիչ մի շվարեցակ, ադի լավ է, պետք է շվարիկ։ Ասեմ ինչու։ Ուրեմն պաստորեն խաչը առանց հարության չիրականացուց Աստծո կամքը։ Խաչը առանց հարության ամբողջական չեղավ, որովհետև պետք էր հարությունը, որովհետեւ կդարվեր ամբողջը։ Հիմա հարց, Հիսուսը խաչին վրա ասավ գդարվեցավ։ Եթե Հիսուսը հոնսավ գդարվեցավ, ինչու հարությունը պետք էր վերջին դեղը լար։ Գիտես, դա կրկիր բաներ կա, չէ՞։ Մարդիկան գսիրեն ասանք հարցումներով բաներ խոսիլ։ Շատ ավոր է։ Ասեմ ինչու, որովհետև Հիսուսը երբ որ հրճագեց գդարվեցավ, ինչու համար հրճագեց։ Այդ ադեն, որովհետև վերցուց մարդկության ամբողջ մեղքերը ուրբաթ օրը լսեցիր։ Մարդոց մեղքերը, անեծքները, հիվանդությունները, ամեն այդ վարյան իր վրան էր։ Ամբողջական ձևով արավ, ադոր համար հրճագեց խաչին վրա, որ գդարվեցավ, վերցուցի ամենը։ Ադոր համար հոն հրճագեց գդարվեցավ։ Հիմա խաչին վրա հետո ինչ եղավ։ Մերավ։ Աստվածաշունչը ինչ կսե։ Մեղքին վարձքը ինչ է։ Մահը։ Քրիստոսը առնելով քո մահդ պետք է վարձք ունենար։ Մահը պետք է վարձք ունենար։ Քրիստոսը մերավ, որբեսի այդ վարձքը այո։ Այսինքն քո մեղքիդ վարձքը իր մեռնելով եղավ։ Բայց եթե հարությունը չլար, նոր կյանքին սկիզբը չերլար, որովհետև մեղք վարձքը մահ։ Եթե մահով վերջանար, ինչ նոր կյանքի մասին է խոսքը։ Ուրեմն հարությունը սկիզբն էր նոր կյանքին։ Ադորամար գսե, եթե նոր կյանք չի գա, ինչ կյանքի մասին է խոսքը։ Ուրեմն թեր մեղքի մեջ եք։ Բայց քանի որ նոր կյանք գա, ուրեմն ծեր մեղքեն դուրս եք այսօր։ Որովհետև ամբողջ Աստվածաշունչը գխոսի ծեր նոր մարդը հակեք կսե դեղ մգի իշեք։ Աստվածաշունչը շատ դեղեր գխոսի նոր մարդ։ Ինչպես այսինքն նոր մարդ։ Վերստին ծնունդի մասին գխոսի, ինչպես այսինքն վերստին ծնունդ, նոր ծնունդ։ Հիսուս եւ որ գխոսեր գոր ասամենը Փարեսիսի այդ օրերուն ուսուցիչները մեկը Նիկոդեմոս եկավ ասավ, ինչպես այսինքն նոր ծնունդ։ Մեկ ինչպես կրնա փորը մտնել է դելել մամային։ Նոր կյանքի մասին խոսեր գորինքը, նոր ծնունդ։ Ադորամար Քրիստոսի հարությունը բաժար է նոր կյանքի, ադորամար ոսկսե, եթե ադի չի գա, ուրեմն թեր մեղքի մեջ եք, ինչի մասին խոսիկ կոր։ Բայց ավելի մանրամասն խոսենք։ Եվ վերջինը սիրելիներ, սիրելի քրիստոնյա ժողովուրդ։ Եթե գսե Քրիստոսին հուսացած եք միայն այս կյանքին համար ժամանակավոր։ Այսինքն չեք գիտեր որ գա հավիտենական կյանք հավատացողներուն համար։ Գսե որ դուք այս աշխարհի մարդոցմե որ չեն հավատալ Աստծո, իրենց մե ավելի խեղճ եք։ Որովհետև Քրիստոսի հարությունը նաև դվավ նոր կյանք հոս եւ նաև թեպի հավիտենություն։ Ամեն։ Ադորամար ոստեղը կարևոր 3 բան կար։ Հիմա եկեք մանրամասն ավելի մտնենք քիչ առաջվա ատնիթին։ Գարտանք առաջին Կորինթացիս 15-րդ գլուխ։ Այսօր կետրոնացած ենք խոսելու հարության մասին։ Նայեցեք սիրելիներ։ Քանզի մարդով եղավ մահը։ Մարդով ալ մերելներուն հարությունը պիտի ելա։ Վասնզի ինչպես աթամով ամենքը գմերնին, նույնպես ալ Քրիստոսով ամենը գենթանի պիտի ելան։ Եվ ոստեղը նայեցեք ինչ եղավ։ Քրվեր է մարդով եղավ մահը։
Երբ որ ասիկը գարտաս, կարևոր բանը կհասկանաս։ Ինչու պետք է Հիսուսը մարդը լար ֆիզիկական։ Որովհետև մարդով սկսավ մահը, պետք է մարդով վերցվեր մահը։ Աստված եւ որ մարդուն ստեղծեց դվավ իշխանություն իրեն։ Ընտրելու։ Եվ մարդով եղավ մահը գսե առաջին մարդով։ Ադորամար պետք է երկրորդ մարդով լար ցանկը, հարությունը։ Հիսուսը ինչու պետք էր Աստվածը լալով մարնանար։ Որովհետև մարդով եղավ մահը, պետք է նույն մարդը բերեր իդ ցանկը։ Բայց ինչու պետք էր Հիսուսը, որովհետև ոչ մեկը գրված է, ոչ մեկը չի գար, որ արդար էր։ Ամենամեղանջեցին գսե։ Ադորաման ոստեղը սիրեներ, կարևոր բան պետք է հասկանանք, նայեցեք։ Հիսուս Քրիստոսը առաջին մարդու կործած մեղքի եւ մարդկության մեղքերը արավ խաչին վրա։ Ճիշտ է։ Վերցուց ամեն բան եւ մահացավ։ Հոս պետք է գետրոնանաս կարևոր բարի վրա, մահացավ։ Որովհետև քիչ առաջ խոսեցանք, որ մեղքը վարձք ունի։ Մինչև այդ վարձքը այդ մեղքերու համար մեկը չի գրեր, չառներ, հարցը չի լուծվեր։ Քրիստոսը խաչին վրա ընդունելով մեր մեղքը մահացավ, որբեսի վարձք առնե, քանի որ մեղքին վարձքն էր ադիգա։ Ամեն ինչ իր վարձքը ունի, չէ՞։ Հիմա այդ վարձքը ընդունեց իր վրա, այսինքն քեզի հանեց այդտեղն։ Հարություն առնելով հիմա ինքը գրնա այդ մեռնողներուն ցանկ բարգեվել։ Ամեն։ Ես համաձայն եմ, այդ շատ պետք է գետրոնանաս ասխորունք բաներով վրա։ Նայեցեք Հռոմեացի 5-րդ գլուխի մեջ ինչ գրված է։ Վասնզի ինչպես մեկ մարդու անհնազանդությունով շատեր մեղավոր եղան, այնպես մեկուն հնազանդությունով շատերը արդար պիտի լինեն։ Ով է այդ մեկը, ով է այդ մեկը։ Առաջին մեկը աթամն է, երկրորդ աթամը Քրիստոսն է։ Մեկուն անհնազանդությունը, մեկուն հնազանդությունը։ Որովհետև մեկը անհնազանդ գտնվեցավ եւ մահը մցուց, մեկը նա պետք է հնազանդ գտնվեր եւ ցանկը մցներ։ Հիմա նայեցեք ինչ կարևոր հայտարարություն վիտնեմ այսօրվա քարոզի ամենակարևորն է սիրելիներ։ Նոր ցանկ ունենք հարության պատճառով եւ նոր ցանկին մեջ քալելու զորություն ունենք հարության պատճառով։ Հիմա նայեցեք ինչ կարևոր բան կա։ Նոր ցանկ ունենք հարության պատճառով։ Ով հոս կա հիմա նստած, որ ինքը գվգայ է, որ Հիսուսը իր ցանկը փոխած է, ցերկ տող բարձրացնե։ Okay։ Նոր ցանկի մասին խոսիկ գործուկ, ես ալ բարձրացուցի։ Այսինքն ուրիշ բառերով ցանկը ասանգեր, ասանք եղավ։ Եվ գլագոր ավելին։ Հիմա նայեցեք հետաքրքիր ինչ է։ Հարությունը նոր ցանկ դվավ մեզի, որովհետև Հիսուսը մերավ աթին մարդուն համար, որբեսի նոր ցանկ տա։ Հիմա հետևյալն է։ Ոչ թե հարությունը միայն նոր ցանկ տվավ, այլ հարությունը եւ հարության զորությունը նոր ցանկի մեջ քալելու զորություն տվավ մեզի։ Ինչու ասի կշեշտեմ գոր։ Որովհետեւ երբ որ ցանկդ կփոխվի Հիսուսին մեջ, գսկսես լսելու Աստծո խոսքը եւ բադվիրանքները։ Եվ այդ նոր ցանկը այլևս նոր ցև ունի։ Առաջ ասիգը նայ հիմա չմներ, առաջ ասիգը սիրեի հիմա չեմ սիրեր, առաջ ասպաները կմտածե հիմա չեմ մտածեր։ Առաջ ասի հաջելի էր ինձ հիմա կքանիմ գոր ասկե։ Դու գարձես որ ինչու ադամ մենը գլագոր մեջ, ես քեզի գախտնի կդամ։ Նոր մարդը սկսավ արտնալ քո մեջ։ Որու շնորհիվ Հիսուսի խաչելության եւ հարության։ Որովհետեւ հետս ասե հարություն չի գա, նոր ցանկ չի գա։ Ասե հարություն չի գա, նոր ցանկ չի գա։ Գախտնիկը ասի է։ Հիմա լավ է, օքեյ։ Նոր ցանկը սկսավ բաներ փոխվել։ Սկսան օրերը անցնել։
սկսան մարդահարավերները, որովհետև դու այլևս փոխվեր ես, բայց շուրջդ նույնն է։ Թեր աշխարհը աղդոդ է։ Այդ առաջվա բաները, որ դու գսիրեիր, հիմա չես սիրել, բայց քու շուրջը դե։ Հիմա դու նոր մեկն ես, բայց գուզես որ ապրիլ այս կյանքին մեջ առանց ադոնց։ Հիմա օքեյ աղվոր էր, որ օրը կյանքը դսկսավ փոխվել, բայց պիտի շարունակվի անանք ավելի մաքուր։ Միշտ հոս է հարցմանշանը մարդոց մեջ, որ ինչպես աս աշխարհի մեջ, գիտես Հիսուսին խոսքերը շատ խորունգ են եւ ծանր են։ Սուրբ կյանքի կանչերը, մաքուր կյանքի, արդար կյանքի, անգեղծ կյանքի, աս ամենը այս աշխարհի մեջ գրնացել դժվար է ալ, չէ՞։ Սուրբ կյանք, մեկ հատ բարեր դիտե։ Սուրբ կյանք, արդար կյանք, մաքուր կյանք, սուտ մի խոսիր։ Սուտ խոսիլ չի գա, չէ, Հիսուսը գսես սուտ մի խոսիր։ Հիմա դու գսես, ադեններ պիտի մաքուր ջերմակը անցնես, որ կորզդ կալե։ Ինչպես պիտի իրար հետ, հա, խնդակ կոր, քանի որ ասեն, չէ, մեր շուրջը, ադեններ չեն կնար կալեցնել, ջերմակը պետք է, այդ ջերմակ սուտը նով հանեց, դե չեմ գիտեր։ Դու գիտեք, չէ, որ սուտը քույներ չունի։ Գիտեք, որ սուտը քույներ չունի։ Ես ես իսեմ ջերմակ եւ սև սուտ չի գա, սուտը։ Ադորամար շարունակենք։ Աս կյանքը սկսավ հիմա, սկիզբը օքեյ էր ամեն ինչ, գիտես ամեն բան փոխվեցավ, հիմա կյանքը պիտի շարունակվի, պիտի դաբրինք Հիսուսի հարությունը, ոչ թե միայն քեզի նոր կյանք տվավ, այլ նոր կյանքի մեջ շարունակելու նաեւ զորություն տվավ։ Ինչու ասեմ ուրդեղ են գիտեմ ասի, որտեղ վերը գրված է, եթե հարություն չարավ, ուրեմն թեր մեղքերու մեջ եք։ Ինչս էլ գուզեգոր, ուրեմն եթե հարություն արավ, ուրեմն թեր մեղքերու մեջ գրնակ չլալ։ Մեղքի մեջ լալ, մեղքի մեջ չլալ, ասոր մասին գխոսի գոր, չէ։ Ուրեմն նոր կյանքին մեջ քալելու առանց մեղքի հնարավորություն ունիմ Հիսուսի հարության կյանքի զորության պատճառով։ Որովհետև նայիր, այն քու նոր մարդուն զորություն դվողը աստվածային ինքը կյանքի զորությունն է։ Քեզի բան ասեմ։ Հիսուսեն հերու մահվան եւ մեղքի իշխանությունն է քու վրատ։ Քեզի բարձ օրինակ մտամ։ Այսօր մարդիկ ինչու մեղքի մեջ են։ Ինչու դարիներ առաջ դու շատ բաներ գնայիր եւ հիմա չես սներ։ Ասեմ գախտիկը, որովհետեւ այդ օրերուն մեղքի եւ մահվան իշխանությունը գարկու վրա։ Դու բռնվեր էիր, չէիր ուզեր, բայց գնայիր։ Նայր, ավելի գամած պիտ խոսիմ։ Մեղք մահ գսե աստվածաշունչը։ Մեղք վարձքը մահ։ Ուրեմն երբ որ դու այդ ամենը գնայիր, դու այդ իշխանության դակ էիր։ Հիմա Քրիստոս եկավ քու դեղդ մերավ, քանի որ դու մեղքի մեջ էր պետք է մեռնեիր, քու դեղդ մերավ եւ հարություն արավ։ Հարություն կյանքի զորությունով։ Հիմա երբ որ կյանքը կսկսի թակավորել, այլևս մեղքի իշխանությունը չի գրնար թակավորել, որովհետեւ նայր ինչ գրել եմ ոս շատ կարևոր։ Նայր, ասի պետք է գարտամ, քանի հարության մեջ գա կյանքի զորություն։ Ինչպես հարություն արավ, կյանք է ադի, չէ։ Կյանքը միան ասի չէ նայ։ Չէ։ Շատ մարդիկ, աս վերջերը շատ կսեմ գոր, շատ մարդիկ շունչ կարնեն գոր, բայց չեն ապրիր գոր։ Լսերես շունչ առնող մարդիկ, բայց քեզի կսեն գոր, որ մերնիմն է ապրել են լավ է։ Ադի բարավի չէ։ Քանի որ երբ որ աստվածաշունչը գսե կյանք, աստուծմե եկած կյանքը ուրիշ է այդ կյանքեն, որ դու կգարձես։ Հիմա նայր, քանի հարության մեջ գա կյանքի զորություն, իսկ մահվան մեջ գա մեղքի զորություն։ Մեկ հատաբիցեմ, հարության մեջ գա կյանքի զորություն, մահվան մեջ գա մեղքի զորություն։ Ուրեմն, եթե մահվան մեջ գա մեղքի զորություն, Հիսուսը մահին հաղթելով նաև հաղթեց մեղքին։
Ես քեզի շատ կարևոր բաներ գսեմ որ սիրելիս։ Որովհետև միշտ ալ այդ հարցը գրնա քո շուրջը դլալ։ Այս աշխարհին մեջ ամեն օր նորություն մը գա ավելցեր այս աշխարհի մեջ, ամեն օր։ Ճիշտ է կամ ոչ։ Եթե շատ լուր մտի գնող ես, լուրեր, դու ավելի լավ գիտես ինձ մե։ Ամեն օր նորություն մը գա։ Ամեն օր մեկ աղդոդություն մը ավելի գշատնագոր։ Ամեն օր մեկ անորոշություն մը ավելի գշատնագոր։ Ամեն օր չարա ավելի մեկ քայլ արչև է գսես աշխարհի մեջ։ Աս հարցը բիդլա եւ գա։ Նոր կյանքը հասկացանք, ինչպես շարունակենք այդ կյանքին մեջ։ Քեզի եկել եմ ասելու լավ լուրը։ Հիսուսը հարություն առնելով, քանի որ հաղթեց մահին, նաև հաղթեց մեղքի զորության։ Որովհետև մահը եւ մեղքը իրար հետ գաբ ունին, ուրեմն Հիսուսը կյանքով հաղթելով մահին, հաղթեց մեղքին։ Հիմա ինչ ասելիք ունի հարությունը քեզի համար։ Քեզի մեկ բարի լուր ունի։ Նոր կյանք եւ շարունակել քալելու այդ նոր կյանքի մեջ։ Երբ որ Աստծո զորության մասին է սիրելիներ, երբ որ Աստծո զորության մասին է նյութը, ինքը մտք է վեր է։ Ադորամար հստակ կսե խոսքը, ինչպես մեգուն անհնազանդությունով մահ, մեգուն անհնազանդությունով կյանքը ընդունեցինք։ Ամեն։ Խնդրեմ եղբայրս կանավակ է, ամեն։ Հիմա շարունակենք։ Բանանք իրար Հռոմեացի 4-րդ գլուխ։ Նայեցեք ասկարոզ ուր բիթասնի, ինչերու ինչ հարությունը ինչ հետաքրքիր հետևանքներ պիտի ունենա չեք կնար երևակայել։ Հռոմեացի 4-րդ գլուխ 25։ Ուրիշ հարությունը ինչ հրավ քեզի համար։ Նայր։ Որ մեր հանցանքներուն համար մատնվեցավ եւ մեզ արդարացնելու համար հարություն արավ։ Գիտես ինչ է կարևորը սիրելիս, ինչու կարևոր է տուն գիտնաս ասոնք։ Որովհետև բանալին չունենաս դե դու չես կնար բանալ։ Քու կյանքիդ մեջ շատ կոծված թուրեր կան, դու բանալի պետք ունիս, ինձ լավ լսե։ Կյանքիդ մեջ շատ կոծված թուրեր կան, բանալի պետք ունիս։ Բանալին ճշմարտությունն է։ Դու պետք ունիս քաղտիկներ գիտնալու Աստուծմե։ Հիմա Հոս գրվեր է ինքը մեր հանցանքներուն համար մատնվեցավ եւ մեզ արդարացնելու համար հարություն արավ։ Ուրեմն հարությունը ինչ ուրիշ կարևոր բան ուներ քեզի արդարացուց Աստծո արչեւ։ Դու գիտես ասի ինչ ցաներ խոսք է քեզի համար։ Որտեւ երբ որ դու մեղքի կյանքի մեջ ես, Աստծո արչեւ արդարանալու ոչ մեկ բան չունիս։ Մեկ դասանք բան ասեմ, ֆիլմի պես մտածեցեք։ Բզդիգը շատ բարձ օրինակ պիտամ։ Բզդիգը եւ որ բաներ մգնե որ գիտե որ իր մաման բաբան չեն ուզեր, չէ՞։ Գիտնալով ըրավ։ Հետո որ մաման բաբան գանչեն իրեն, գիտնալով ինքը գիտե որ բաներ էր, չէ՞, ինչպես կուքա, ասանք մեկ հատ մամաները գիտե գա, խնդալուց կսակ մամաները։ Ասանք կուքա երես շունի վեր նայելու։ Գիտե որ ինչ էր խառներ է դունի մեջ կամ ինչ երերն է։ Ադանք բարձ օրինակ կուտամ գործեզի, ասորետ նույնիսկ չի ամամատվիր, անկուքա անկգենա։ Գիտես ինչու չի կրնար երեսը բարձրացնել։ Քանի որ արդարացնելիք բան մը չունի։ Երեր է, գիտե որ ըրածը այսինքն գիտես որ մեկ վիճակն է, մեկ բար չունի իսելիք ինչու երեր է։ Քանի որ մեկ չեն էր։ Արդարացնել ինչս էլ է, չէ՞։ Որ տուն ըրածիտ խոսքով կամ ինչ որ արդարացնես, ասես, օրինակ, գիտես ինչու ուրի ասի ասոր համար։ Արդարացնես, հիմա նայր, երբ որ մարդը մեղքի մեջ մտավ, մեղքի կյանքով սկսավ ապրիլ, նմանեցավ այդ բզդիգին, որ երբ որ ինքը Աստծո առջև կա, ինքը արդարացնելու բան չունի, որ վերնայի։ Իրեն արդարացնելու համար ինքը բան չունի։ Աստված սուրբ է եւ վերջ օրինակ, չէ՞։ Մարդը երբ որ մեղքի մեջ մտավ, սկսավ չկալել Աստծո հետ։ Գլա որ տուն մեկը հետ չկալել հետ։
Գամարդ որ տունև ինքը չեք կալեր մեր մակուր հայրենով ինքը ուր ես ուր ինքը թող իր կյանքը ավրի ես իմ կյանքս ավրի լսե մեղքը ատչապ հերացուց Աստծո եւ քեզի նայեցեք մարդիկ կան գսեն բարի ապրիր լավ կորձեր է Աստված գտեսնե ես պիտի պատասխանեմ այո բարի կորձեր է Աստված գտեսնե բայց քու եւ Աստծո հարցերը չի լուծվիր բարի կորձեր անելով որովհետեւ քու եւ Աստծո մեջի քու հարցը քու մեղքը դե եւ ոչ թե բարի լալդ կամ ոչ գներես բայց եւ որ մարդը մեղ կորձեց առաջին անգամ ուրիշ բաժար չի գար չարություն ունելու բաժար շուներ ուրիշ ամեն ինչ օքեյ էր մեղ կորձեց ասոր անունը ուրիշ բարերով անհնազանդ եղավ Հիմա գրնալալ մեկ ոստստերը գմտածեք որ Աստված ասանք երկինքը նստած խավազանը ցերկը կիցար շարժեցար շատեր ասանք մտածեն Աստծո Աստված այդ Աստվածը չէ ադոր համար այսօրոս խաչը թրվեր է Քրվերը այնքան սիրեց այս աշխարհը որ իր միածին որդին գրգեց որ նորեն արիտ ունենակ հաշտվելու Աստծո հետ Բայց սիրելի ժողովուրդ պիտի հասկանանք որ մեր եւ Աստծո մեջի հարցը մեղքերն են Ես պիտի չի աջաբարեմ նորեն պիտի շեշտեմ ուրբաթորնա շեշտեցի Գրնալալ մարդիկա չի լսեցին Եվ որ հիմա գսեմ որ մեր եւ Աստծո մեջի հարցը մեղքն է հոս հարց գծակի Ինչ ով մեղ չի կորձեր Ավոր հարցում է Ով մեղ չի կորձեր Տուն մեղ չես կորձեր ինձի համար Պետք է բացատրենք Մեղքի ծառա ալլալը ուրիշ բան է Սխալիլը մեղ կորձել ուրիշ բան է Այսինքն Շատ մեծ դարբերություն կա սդախոսին եւ 5 տարի անգամը սուտ խոսողին Նայր սդախոսը ինքը մի ասուտ կխոսի Ասի արդեն մեղքի մեջ է 5 տարի անգամը անցարորնա 5 տարի ես չեմ գիտեր ինչու Շլամը դազես 5 տարի վեճ Բայց 5 տարի անգամը որ մեկը սուտ խոսեցավ չեմ գիտեր ինչ պատճառով գեցեք Բեք չէ խոսեր օքեյ Չեմ գիտեր ինչ եղավ դա Ջերմակ սուտ է սավ խոսեցավ 5 տարի օրմը Լսե այդ մարդը սխալ երավ Եվ որ սխալը կխոստվանի Աստված գները իրեն Բայց սդախոսը որ ինքը միայն սուդի մեջ է Լսեր եք ասարդայդությունը Գարցնա գբարգի սուդ կխոսի Ինքը սդախոս է Արդեն ուրիշ բանի մասին կխոսին կորմենք Ադոր համար Լսե Ես գամթուն Գրնալ ալ մեղ կորձես Սխալիս Բայց Եթե մեղքի ծառա ես Հարցմանշան գա որովհետև Քրիստոսը լսե Քրիստոսը արյուն չի տապեց եւ հարություն չարավ որբեսի թեր տուն մեղքի ծառա ալաս Տուն գիտես ինչս էլ գուզես ինձի եթե ես աս գյանքին մեջ աս աշխարհի մեջ ինչպես ապրին կանանք Տունս էլ գուզես որ Հիսուսի արյունը այդքան դգար է եւ իր հարությունը որ չի գրծավ լուծել աս հարցը Սիրեներ խոնարհապար բայց պատ ջագադով գսեմ գործեզի Տուն կանչվերես մեղքեն ազատ կյանք ապրելու Եվ Հիսուսը խաչվեցավ եւ հարություն արավ որբեսի գդրա շղթաները Ադորամար դեսակ դարբերությունը Երկնքի եւ երկրի չափ դարբերություն կա մեղքի ծառա ալալու եւ մեղ կորձելու Հատ հադիկներն աբի դիվերսվին կյանքետ Հատ հադիկներն ալ 5 տարի անգամ մնալ չլադի Ասվաշունջը գսե ինձի նմանեցեք գսե Հիսուս Բայց մեզ դարբերություն կա սիրելիներ Ադորամար Բարի լուր է ասի քեզի Ովևէ մեկ մեղք որ գտանչե գոր քեզի Բամ մգա կյանքիդ մեջ որ չես ուզեր գնես գոր Բարի լուր ունեմ քեզի Հիսուսը խաչվեցավ եւ հարություն արավ որ ազատ է քեզի ատկե Ովևէ մեկ բան
Ինձի անուն մի դար, ասի դու չես գիտեր։ Ես չեմ գիտեր, Հիսուս գիտե։ Ադորամար սիրեներ, հիմա այդ վերադառնանք։ Ինչ ըրավ Աստված հարությունով, Հիսուսի հարությունով գրված է արդարացուց։ Հիմա որ նոր կյանքի մեջ ես Հիսուսին ընդունելով, ատբզդիգին բես չես, որ չես կնար երեսդ բարձացնել։ Ընդունելով Հիսուսին եւ այդ նոր կյանքը գրնաս երեսդ բարձացնել Աստծո, որովհետեւ ասանք աղվոր խոսք մգա Աստվածաշունչի մեջ եթե չես լսած։ Գրված է հիները անցան եւ ամեն բան նոր եղավ։ Քեզի կուզեմ զգուշացնել եւ ասել, հինին եւ նորին մեջ խառնված բան չի գա։ Նորը լման նոր է, հինը հին է։ Չի խառնես իրար հետ։ Եթե նոր ամեն բան նոր եղավ, բարին բունի մաստով նոր բանի մասին կխոսի գոր ասված։ Այսինքն նոր կյանք, ուրեմն բարին բունի մաստով։ Եվ հիմա Աստված ուզեց քու գլուխդ վերցնել սելով ես շնչեցի ամեն ինչ որ անցյալիներ։ Քեզի ավելին ասեմ, անցյալ գսեմ որ հիմա տուն կմտածես որ 10 տարի առաջ, 5 տարի առաջ, անցյալը նաև երեկ է։ Այդ երեկվա, այդ հարցին, այդ սխալին, այն մեղքին համար նաև Աստված գսե ես կուզեմ որ գլուխդ բարձրացնեմ։ Երեսդ դարձուրատ կե։ Ուրեմն Հիսուսի հարությունը ինչ ըրավ, քեզի արդարացուց։ Երես շուներ հիմա երես ունիս։ Ոչ թե որովհետև դու շատ արդար ես, այլ որովհետև ինքը արդարացուց քեզի։ Կսկաս որ ինչ դարբերություն կա։ Հիմա ես հոս չեմ գեցած, որովհետև շատ արդար գործեր ունիմ։ Լսե լավ, ասի պետք է շեշտեմ։ Ես հիմա Աստծո չեմ ծառայեր որովհետև շատ արդար գործեր ունիմ։ Վաու, ինչ լավ մարդ ես, չէ։ Քանի որ Աստված արդարացուցեր է ինձի։ Եվ ես պետք է արդար կյանք ունենամ անշուշտ։ Օրեօր ավելի լավը գլանք անշուշտ։ Բայց պերֆեկտը, գադարյալը ինքն է։ Մենք օրեօր ավելի նման գլանք իրեն։ Բայց դու կհասկանաս սիրելիս, հիմա ես քեզի մարգարեական կարևոր բան ասեմ։ Եվ որ աղոթքի կմտնես, գիտես ինչու շատ մարդիկ իրենց երեսը չեն բարձրացնել աղոթքի ժամանակ։ Ոչ միայն քանի որ գուզեն որ խոնարհվիլ, քանի որ իրենց արժանի չեն տեսնել որ իրենց երեսը բարձրացնեն։ Ես ով եմ որ երեսս բարձրացնեմ, վախով եկեր եմ քո առջև։ Քեզի բան ասեմ, այո, վախով եկուր Աստծո առջև, երգյուղ ունենալով, ոչ թե վախ սարսափ, հարկանք։ Բայց քեզի բան ասեմ, աս խոսքը քո գլուխդ վեր կբարձրացնե։ Ընդունիր Հիսուս Քրիստոսին, ապրիր իր խոսքով, ընդունիր իր խաչը, հարությունը եւ դու արդար ես գրված է։ Եվ դու երեսդ կբարձրացնես։ Գիտես ինչ կգանչես աղոթքի սենյակիդ մեջ։ Օրը քեզի համար օդար, բայց այսօր քեզի համար հայր։ Եվ որ աղոթքի կմտնես, սկսես հայր։ Թեթևի արեր ես ասպարը։ Հայր։ Գիտես ինչ կսել գուզեգոր։ Ուրիշ բարերով ամենահարազատ, ամենահասկացող, ով է հայրը, հայր մեր որ երգինքն ես։ Հիսուսը բարաբի սորվեցուց ասաղոտքը։ Աշակերտները չէին հասկացած թեր աստեղ։ Հայր մեր։ Գիտես ինչ է ասի։ Աստված չուզեր որ քու հորդ հետ ասանք խոսիս։ Գուզե ասանք աչքերուն նայես ասես հայր։ Գիտես ադի ինչի պատճառով եղավ։ Քանի Հիսուսը խաչվեցավ մերավ, վարձքը ստացավ եւ երրորդ օրը հարություն արավ կսե նոր կյանքի համար որ քեզի արդարացնե։ Եվ որ հիմա երբ որ Աստծո առջև գնաս Գիտես ինչ ասես, ես գիտեմ որ սխալներ ունիմ, բայց եկեր եմ իրեն անունով, ով է ինքը գիտես, այդ մեկը որ թուն ղրգեցիր ինձի համար, հիմա ես իրեն ընդունած եկած եմ քո առջև,
հայրն ալ գսե ինքը քու քինդ վճարեց ադորամար բարձրացուր քու երեսդ Հալելույա Հալելույա Գսկակ Աստված ինչքան հայր է ինչքան հարազատ է Դու գրնաս հասկանալ որ հարությունը ինչ սելիք ունի Աղոտքի սենյակիդ մեջ է որ գմտնես ասկե վերջ գիտսիր որ ոչ թե պետք է գենաս գիտես երեք հատ լավ բան մրիր այսօր at բանովը չիկաս ասանք քանի հատ երեք հատնալ 5 հատնալ 10 հատնալ շատ քիչ են Աստծո առջև այսինքն ինչ ալնես բավարար չէ որ դու անկաս նայր մեկ հատ ասանք Իբատկերացուր 5 հատ լավ բաներ է այսօր Երեսս ասանք չի ասանք կբարձրացնեմ լսե Երեսդ բարձրացուր որովհետև ինքը արդարացուց քեզի Այսօր ալ եթե լավ կորձմը ընելու արիթ ունիս ադորալ քեզի ուժ դվող ինքն է Այսօր ալ եթե լավ բարեր ունիս բարեր գսես ուրիշին ադորալ ուժ դվող ինքն է Այսինքն վերջավորության քեզի ուժ եւ կարողությունը դվող ինքն է Եթե այսօր լավը գա քո կյանքիդ մեջ ես շատ ուրախ եմ ադորամար բայց այդ լավը թող հիշեցնեմ էզի որ գա լավ Աստված գան լավ կորձեր քո միջոցով որովհետև Հիսուսը գսե թուգիկ այս աշխարհի աղի եւ լույսը Թող մարդիկ դեսնեն ծեր բարի կորձերը մեկ վարյան եւ փարավորեն ծեր հայրը Թող դեսնեն ծեր կորձերը եւ թող փարավորեն ցեզի ոչ թող փարավորեն հայրը որ երկինքն է ծեր բարի կորձերը թող փարավորեն հայրը ինչու գիտես որովհետեւ ծեր բարի կորձերը գուքան բարի հորմեն ադորամար փարքը իրեն արժանի է Հալելույա Amen. 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 Orտնվազես բաներ գվերցնես կոր չէ Չեմ ուզեր ասանք ոստնստիս նայր մեկ ադասանք Զադիգ է գերենք Չեմ ուզեր ասանք դուն երտասը սես օխ եկեղեցինի սակացինք Ինչ հասկցար Հասկցիր բամմա Չես կնարա լսել շատ խորունգ բաներ գխոսես կոր, շատ բարձ բաներ գխոսեմ կոր։ Համարսարան չուզեր ասամ մենա հասկանալուտ համար։ Գիտես ինչ գրվերը Աստծո խոսքը բարձ է։ Քեզի բան ասեմ, համարսարաններն ալ վերջացնեսն է, Աստված հոստեղը չիփանան է իր խոսքը, այդ համարսարանները բամնա չի փոխեր քեզի։ Ադորմարտուն ինչ վիտնես գիտես, սորվիր։ Բայց գիտիր որ Աստված պետք է սիրտդ բանաս որ խոսի քեզի։ Ադորմար գաղաչեմ քեզի։ Աստուրեն չելես at բարերով։ Եկեղեցին սակացինք օխ։ As օխն ալ չեմ գիտեր ինչու գսեմ որ որովհետև գրնալա լսերեմ։ Հա at օխը գիտես ինչ է։ Յանի սիրտը անկիստ է։ Յանի բարդականությունը հրավ։ Լսեինզի։ Հայրուր զադիգիալ կասն է, Աստծո խոսքեն պամը չի վերցնեսն է, պամը չի փոխվիր կյանքիդ մեջ։ Հիմա ձապար է Աստծո։ Ամեն։ Ադորամար, նայր, ես ուրիշ առաջարկ ունիմ։ Նստիրոս, նայր։ Նստիրոս, լավ մը խոսքը լսե, դուրս է լսե, օխ, ինչ աղավոր էր Աստծո խոսքը, ասիգա փոխվավ։ Հետո, նայր կեզ բամը ասեմ, իրական բամը փոխվին է, ախորժագով գել է կեզ մե, օխ։ Կանի որ, փոփոխություն գուզենք մեր կյանքի մեջ, լավ փոփոխություններ։ Եթե դու մեկն ես որ փոփոխություններու բեք չունիս, հետը ջամատություն առնեմ, ինձ իսեք ախտնիկի ինչ է, ամենքս փոփոխության պետք ունենք։ Ամեն։
Ամեն։ Հիմա ինչու ասամ մենը ասի, որովհետև բաներ գտեր վիճարնագեմ ասելու, որ տուն օխն ես հետո։ Հարությունը թեր ինչ ունի իսելիք քեզի։ Հիմա միտքեդ իսես թեր գամը, ապա։ Հիսուսը հարություն արավ, որ տուն երկու նախատաշուն լսես, մդի գրե։ Գարտանք իրար հետ։ Գետրոնացած եք չէ ժողովուրդ։ Գողոսացիս 3-րդ գլուխ առաջին խոսք։ Հիմա արդ եթե Քրիստոսին հետ հարություն արիք, եթե հավատացիք Քրիստոսին, չէ, ինքը հարություն արավ, դուք հարություն արիք, նոր կյանք։ Եթե հարություն արիք Քրիստոսին հետ, ուրեմն վերի բաները փնտրեցեք։ Ուր Քրիստոս կնստի Աստծո աջ կողմը։ Մեկ վարյան։ Եթե հարություն արիք իր հետ, ուրեմն այդ հարության հետ գաբ ունեցող բան մգա։ Եթե հարություն արիք, ուրեմն վերին բաները փնտրեցեք։ Մեկ վարյան։ Ինչ գաբ ունի հարությունը եւ վերի բաները փնտրելը։ Ինչ սել է վերի բաները հիմա գխոսենք։ Պաստորեն հարությունը քանի որ նոր կյանք է, ուրեմն մի դեսկսից նոր բանել փնտրել։ Ադալ վերի բաները։ Այդ վերի բաները ուրիշ բաներով գիտես ինչ է։ Ուրիշ արժեքներու բաներ։ Վերի բաները այսինքն ուրիշ բաներով ինչ որ Աստուծո մեկ ուքա։ Աստվածային արժեքներ կյանքի, աստվածային խոսք, աստվածային կյանք։ Հիմա եթե Հիսուսին հետ հարություն արիք, սիրելիներ, եթե Հիսուսին հետ նոր կյանք ունիք, ուրեմն ձեր հին անձը ցկեցեք եւ վերին բաները փնտրեցեք, նոր բաներ։ Okay։ Հիմա արագ մեն անցնենք Հակոբոս։ Նայեցեք ինչ գրվել է։ Բիդի ցեզի օգտեմ հասկացնելով այդ վերի բաներու մասին։ Ինչպես փնտրեմ վերի բաները։ Ուր են այդ վերի բաները։ Տերևս մեկը չի հասկանար, էջ կմտածե որ չո բարձրանա, չո կասնի։ Ֆիզիկապես բարձրանալ բեք չէ։ Վերի բաները փնտրեցեք։ Սիրելիներ, ձեր մեջ իմաստուն ու խելացիով գա։ Հարցում, գարցնեգոր։ Անիգա բարի վարմունքով ցուցնե իր կորձերը եւ իմաստության հեզությունովը։ Հետս է բարի վարմունք։ Գսե բարի վարմունքով ցծուրք ու կորձերդ եւ իմաստության հեզությունով։ Հիմա աբա եթե թար նախանց եւ հագարագություն ունենաք սրդերնուտ մեջ, մի բարձենակ, ուրիշ բարերով, յանի մի հբարդանակ, ու ճշմարտությունը սուտ մի հանեք, այս իմաստությունը վերեն իջած չէ, նայր ինչ կսե, եթե կսե ծեր մեջ նախանց կա, եթե հագարագություններ կան, հագարագություն բարը շատ գրնա ջուղեր ունենալ, հագարագություններ, մարդ որ հագարագություններով լեցուն է, սրդերնիտ տող չի բարդանա գսե և ճշմարտությունը սուտ դեղը մի հանեք, որովհետև գսե ադոնք վերի իմաստության հետ գապ չունին։ Հիմա այս իմաստությունը վերեն իջած չէ, հաբա երկրավոր, շնչավոր և թիվական է։ Քանզի ուր նախանց ու գրիվ գա հոնեն անգարկությունը և ամեն չարպաները։ Հետս ասե ամեն չարպան։ Աստվածաշունչը գսե ուր որ չարպան գա, անգարկություն գա, հոնդեղը գա գրիվ և նախանց։ Եվ Աստվածաշունչը գսե մի խապվիկ սիրելիներ, եթե այս ամենը գա, ադիգա վերի իմաստությունեն եկած չէ, վերեն եկած չէ, Աստուծո մեջ է։ Բայց ինչ է գիտես, շնչավոր, երկրավոր և թիվական։ Այսինքն երկրի մագարտակով է ադամմենը,
Տիվային է ադամենը, այսինքն չար հոգիներ կա ադամեն ինչի հետև եւ շնչավոր է։ Քու մտքին, քու շունչին համացայն է։ Մի խափվիկ կսե։ Հիմա շարունակեմ։ Բայց վերին իմաստությունը նախ սուրբ է։ Քիչ առաջ ցեզիսի վերին բաները պնդրեցեք գրված է։ Ինչ են վերին բաները։ Նախ սուրբ է։ Ետքը խաղարարար է։ Հեզ հլու ողորմությունով ու բարի բդուղներով լեցուն անգողմնագալ եւ անգեղծ արդարության բդուղը խաղաղությունով գսերմանվի անոնց որոնք խաղաղություն կնան սիրեներ գուզեք որ գիտնալ ձեր կյանքի մեջ ինչը վերեն է քննեցեք ինչպես հաշիվ գնես ասանք հաշիվը ինչ որ գա քու կյանքիդ մեջ քու մտքիդ մեջ քու սրտիդ մեջ քու հարաբերություններուդ մեջ հարցումով հարցուր սուրբ է խաղարարար է հեզություն գա ամեն ինչի մեջ հելուն ես նայեցա նորեն հեզին հետ գաբ ունեցող բայց ասանք ավելի ասանք գլուխը խոնարեցած adank այսինքն գրիվ չպնդրող ողորմությունով լեցուն է հարցումներ նայր բարի բդուղներ ունի այդ ամենը անգողմնագալ է արդյոք բամիցեմ արդյոք քու հարաբերություններուդ մեջ եւ որ հաշիվներ գնես որոշումներ գարնես արդյոք գողմնակցություն ունիս կյանքիդ մեջ վերջինը գսե արդյոք անգեղծ է նայր ինչ իրավ բաժնեց իրար մե գսե որ եթե ասոնք կա որ ամեն չար բաներ ունեն մի խափվիր գսե որ վերեն չէ եթե վերեն է գսե որ 1 2 3 4 5 6 նշաններ բիդլա Թունգրնաս աս համարը արնել կալկուլյատորի պես քո հաշիվիդ դեղը տնել կյանքիդ մեջ հարաբերություններուդ մեջ որոշումներուդ մեջ մտածումներուդ մեջ աղոթքի ժամանակ ինչ որ գնես կոր ուր որ բիդերտաս կաս գուզես կոր քննել որ վերի իմաստությունն է թե ոչ ասե բանալին նայր սուրբ է այո կամ ոչ ստոպ խաղարարար է անգեղծ է եւ ադամենա հիմա ինչ կապ ուներ հարությունը ասորետ ինչու կապ ուներ որովհետեւ գսեգոր որ քանի որ Քրիստոսին հետ հարություն արիք քանի որ նոր կյանք սկսակ ծեր հինին մի վերադառնաք ծեր հիներն ալ ցկեցեք վերին բաները սկսեցեք փնդրել ժամանակին ուրիշ բաներ կփնդրեիք կոր հիմա սկսեցեք վերին բաները փնդրել ինչ են վերին բաները գիտես ինչի կգանչե գոր Աստված Բարին բունի մաստով փոխվող կյանքի այսինքն Աստված իր խոսքով գսե գոր Հիսուս Քրիստոսին հարությունը ոչ միայն փամմներ որովհետեւ դուք ուրախանաք Հիսուս Քրիստոսին հարությունը քու կյանքիդ մեջ փոփոխություն բերելու զորություն ունի հարություն արավ որովհետեւ նոր բաները փնդրեք նոր կյանք ունենաք Հիսուսի հարությունով Ամեն Գնդրեմ բարապանության խումբը կա Գիտեք ինչ կա հասկնամ այս ամեն ինչ են Աստված իր խոսքով հետևյալը գսեգոր Հիսուս Քրիստոս հարություն արավ բայց այդ հարությունը ադոր համար չէ որ դուք բարձավես ուրախանաք դոնեք ուրիշին արչև ասեք իմ դերս հարություն արեր է Okay. Աստծո խոսքը գսեգոր Հիսուս հարություն արավ ադորամար գուզեմ գոր դեսնել փոխված կյանքեր Հիսուս Քրիստոսը խաչվեցավ եւ հարություն արավ ադոր համար Աստվածաշունչը գիտես ինչս էլ գուզեգոր ծեր փոխված կյանքերով թող դեսնեն մարդիկ որ ես խաչվեցա եւ հարություն արի Շատ կարևոր է
Գիտես ինչ, շատ ծյուրուն է, ես կրնամ բոլորին ասել, Հիսուս հարություն արավ, խաչը բարձրացավ ինձի համար, Հիսուսը հարություն արավ, լսե ինձի, Հիսուսը խաչվեցավ և հարություն արավ, ինչ փոխված է կյանքիդ մեջ, Հիսուսը ինչու խաչվեցավ և հարություն արավ, որպեսզի նոր կյանք ունենաս, գիտես ինչ, քեզ իսեմ ասանք կնես, իրենք նույն դեն չէ, գսկսես նոր կյանք ապրիլ, քու նոր կյանքդ գսկսի խոսիլ արդեն, Հիսուսը խաչվեցավ և հարություն արավ, շատ ասելու բեք չունիմ ավելի, ինքնալ գսե, հայտնի է, ով է երթուն, ով է գերես, ամեն, ադորամար սիրելիներ, հասանք եզրակացության, որի Քրիստոսի խաչելությունը և հարությունը, կյանքին մեր ասելիք ունի նոր կյանքի համար, կյանքին մեջ փոփոխություններու համար, ամեն, մեկ ադապամը գրնամ ավելցնել կարևոր, Հիսուս Քրիստոսի հարությունը, այսօր, նաև բատմական պաստ է, բոլոր անանք որ չեն գիտեր, գուզեմ շեշտել, այսօր Քրիստոսի հարությունը բատմական պաստ է, ոչ հավատացյալները գողում են միայն, այլ աշխարհի գողում են, մարդիկ կրնան հագարագլալ, բայց, գիտեք ինչ օրերու հասեր ենք, հետաքրքիր բան ասեմ ձեզի, օրերու հասեր ենք արդեն 2026, որ եթե տուն մեկն ես, որ գսես ուրդեղեն գիտես, որ ասիկա Աստծո խոսն է, ինչ պաստ ունիս, եթե այդ հարցումը գաք ու մեջ, հարցը հետևյալն է, որ տուն լուրջ ունիս, օրերը ինչի ուր հասեր են, ասեմ ուր հասեր են, ես իմ հոսկեցեր եմ, իմ կյանքս փոխված, հավատացյալ դղա եմ, հավատալով Աստվածաշունչին, որ Աստծո խոսքն է, եւ ես գքարոզեմ գոր իր մասին եւ գսեմ գոր իմ կյանքս փոխվավ, քեզին նա թող փոխվի։ Գրնալալ քանի որ ես հավատացյալ եմ գխոսեմ գոր։ Բայց ուրդեղեն գիտես։ Ինչ փաստ ունիս։ Կարևոր բան եմ 2026 արդեն աշխարհի մեջ Աստվածաշունչը բատմական փաստ է, որ ինքը նորմալ մարդու մտքի համապատասխան գիրք չէ։ Ուրիշ բան ասեմ, այսինքն Աստվածաշունչի մեջի գրվածները այսօր արդեն Պաստորեն տեխնոլոգին ուրիշ բաներու է գոկնեգոր։ Այսօր արդեն 2026 Աստվածաշունչի մեջի գրվածները նաև բատմական փաստ են եւ ոչ միայն խոսք։ Բատմական փաստ են Հիսուս Քրիստոսի հարությունը այսօր բատմական փաստ է։ Եթե տուն ինձ չի հավատաս, քնա սրճրե տուն գտնես, ադանք թյուրին է օրերը։ Հիսուս Քրիստոսը 2000 տարի առաջ է։ Երտան 4000 տարի առաջ։ Բաներ գակրվել է 4000 տարի առաջ է։ Շատ հեքիաթային ձովը բացվեցավ եղեր։ Ուրիշ Կավազանը կարին զարգավ չուրել ավեղեր։ Նոյա դաբանը մույսը Սոդոմ Գոմորը այրեց Աստված։ Ձեզի բան ասեմ։ Բատմական փաստ է այսօր այս ամենը։ Գիտնականները, արքեոլոգիստները, մարդիկ գերտան կորձածելով Աստվածաշունչը քարդեսի համար։ Լսեցեք, այդ մարդիկ նույնիսկ որ անհավատ են, կկորձածեն որ ասմեջի գրվածները որ գտնեն այդ դեղերը 4000 տարի առաջ գրվել է։ Սոդոմ Գոմորի այդ երգիրեն կդան հյութեր, որ դեղը չի գա։ Եվ հետո պաստեցին, որ ասի ադե, որ երգիրը այրեր է։ Առաջին անգամ դեսան իրեն գալ, ինչ է ասի։ Կացին գարմիր
Ձովին դագեն խորունկները հադուկ իջան որ դեսնեն գա արդյոք եգիպտացիներուն գարքերը կդան արդեն Աստվածաշունչ ամակ ցեզի բան ասեմ հորտանան կացի ուզեցի երթալ Հիսուսի մգրտված դեղը շատ կարևոր բաներ գսեմ ժողովուրդ 7 կիլոմետր առաջ զինվորները պաշտպանած են ամեն տարածքը զինվորները որ պաշտպանած են այդ դեղը որ Հիսուսը մգրտվեցավ այլագրոն են այսինքն իսլամ են այսինքն չի հավատացող են 7 կիլոմետր առաջ բահեր են գայդնողը մեզի աստծո խոսքեն այլագրոն է հասանք այդ դեղը գրված Աստվածաշունչին խոսքերը հիմա նայեցեք ես ոնդեղը սկսա բաներ գիտնալ սկսա հասկանալ որ Աստված բատմությունով ալ գխոսի գոր ոչ միայն իր ծառաներու միջոցով ասեմ ինչու այդ մարդուն գնայեմ գոր որ գբացատրե գոր իր գրոնին համացայն ինքը բեք չի հավատա գրվածին քանի իրենք կսեն որ Աստվածաշունչը Աստծո խոսքն է բայց մարդիկ փոխեցին իր գրոնին համացայն բեք չի հավատա ինքը հիմա ինքը մեզի գայդ կնե գոր գսե գոր աս գրված հոս է ամա վաու գսե գոր 2000 տարի առաջ հոս մգրտվեցավ Հիսուսը հոս գրվեր է բադին վրա ինքը գսե գոր ես էսի բան ասեմ հորտանանի ամենա հայտնի տուրիստներու կացած դեղը բատմական դեղերն են եւ ամեն Աստվածաշունչն է հարցուցի այդ գայդնողին ասի քանի օքի գուքաոս օրական ասավ հիմա վիճակները լավ չէ բայց լավ օրերուն 1000-ի չափ կհասնի օրականնը վաու 2000 տարի առաջվա պատմություն գրված ընթացքին այսօր բատմությունով Աստված գխոսի գոր որ հոս ասի եղավ եւ պաշտպանողները իրեն չընդունողներն են վաու երկրորդ դեղը հորտանանի մեջ որ ամեն մարդ գիտե մեկը չգիտեր ամեն մարդ հորտանանի մեջ գիտեք ուր է այդ դեղը որ Մովսես գեցավ եւ նայեցավ Իսրայելին որ Կանանի երկիրն էր քանի ով որ Աստվածաշունչ կգարտա գիտե որ Մովսեսը չի մտավ երկիրը խոստացված Աստված իրեն ասավ գեցիր նայր ասի երկիրը դուք գիտեք որ հիմա հորտանանի մեջ այդ դեղը որ ինքը գեցեր է հադուկ կոծած են մեկը չի կրնար մոդենալ ինչու գիտես որովհետև Մովսեսը հոնգեցեր է հիմա туриզմի դեղ է օրական լեցու մարդ կուկա որ դեսնե Մովսեսը ուր դեղեն նայեցավ ադոր գիտես քանի դար առաջ գրվեր 1000 տարիներ առաջ գրվեր է եւ հիմա դեղը բահվեր է գրնալ ինձ իսես բահողները հավատացյալ են բան մգնեն որ բահվի բահողները չի հավատացողներն են բայց որովհետև բատմական փաստ է իրեն գալ չեն գրնար իգնորենել ադիգա գա ճշմարտությունը ամեն հրամեցեք ոտքի ելեք եկեք աղոթենք իրար հետ ես կհավատամ դու օրտնվեցար ով օրտնվեցավ մեկ այդ ամեն թողոսե հալելույա եկեք իրար հետ երկրբակենք իրար հետ աղոթ կնենք Հավիտյան քոնն է արքայությունը, զորությունը եւ փառքը Հավիտյան եւ ամեն Մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոս խաչված բայց հարություն արած Աստված փառք քեզ փառք քեզ փառք քեզ Տեր Աստված այսօր կուտապած արյունը մահը եւ հարությունը ոչ միայն պատմություն ոչ միայն քաչալերական փաստ այլ կյանքի ճշմարտություն դառնա մեզի համար որ դու մեզի համար արյուն տապեցիր խաչվեցար մահացար
Բայց երրորդ օրը հարություն արիր, որովհետեւ մենք նոր կյանք ունենանք։ Ադորամար ես գաղութեմ Հիսուս Քրիստոսի անունով, որ դեր քու կյանքի զորությունով այստեղ ցանկացած մարդու կյանքերուն մեջ ամեն ինչ որ անցյալեն է թող քանթված լա դեր քու նոր կյանքի հարության զորությունը թող կա ցանկացած մարդու որ այստեղ է բոլոր մեզի դիտողներուն մեջ մեղքի գաբանքը թող քանթվի անեցները թող քանթվին մահվան իշխանությունը թող հերանա եւ թող քու կյանքի զորությունը թող քու կյանքի իշխանությունը թակավոր է ամեն մեկու կյանքի մեջ ամեն մեկուն ընտանիքին մեջ Հիսուսի անունով թող ամեն դրդմության հոգի հերանա եւ թող կյանքի ուրախությունը լեցվի մարդոց կյանքերու մեջ կյանք ես կխոսիմ կյանք ամեն մեկու վրա կխոսիմ կյանք Քրիստոսի հարության կյանքի զորությունը ես կհրճագեմ քու վրա քու ընտանիքի վրա քու սերունդի վրա թող մահվան իշխանը իր իշխանությունը գործընծնե կյանքեդ եւ կյանքի թակավորը որուն անունն է Հիսուս թող թակավոր է քու կյանքի մեջ հետս ասե Հիսուս խաչված մերած բայց հարություն արած թակավոր իշխե առաջնորդ է թող քու կամքը լա իմ կյանքի մեջ իմ ընտանիքի մեջ իմ սերունդի մեջ թունես իմ դերը թունես ինձի նոր կյանք տվողը մեղքը իշխանություն չունի իմ վրա չարը իշխանություն չունի իմ վրա Հիսուսի անունով ամեն չար ծրագիր թող հերանա կյանքես Հիսուսը հարություն արավ ադորամար ես ունիմ նոր կյանք հույսով լեցուն հավատքով լեցուն զորությունով լեցուն լույս հույս զորություն փառք եւ բադիվ Հիսուսի անունով Հալելույա զորավոր զապարե Սիրեներ ես Հիսուսի անունով ամեն մերած հույսի վրա կհրճագեմ նոր հույս լսե ամեն մերած հույսի վրա կհրճագեմ նոր հույս կյանքով լեցուն աչքերուդ նայելով ուզեմ որ քեզ իսել նոր հույս կյանքով լեցուն ինչ ավոր բարի ասպարը կյանք մեջը գիտես ինչ կա ապրելու ախորժակ կա մեջը հիմա ինձ իսես ապրելու աս աշխարհի մեջ ապրելու իր մեջ ապրելու իրեն համար ապրելու իր կամքով կատարելու իր գործերը Հալելույա Փարսածուր ձերքերը ընդունիր այս խոսքերը թող դերը որուն անունն է Հիսուս Քրիստոս Նազովրեցի ուզեմ որ իշեցնել քեզի որ խաչվեցավ եւ երրորդ օրը հարություն արավ այն դերը թող օրտնե քեզի դերը բահե քեզի դերը իր երեսը բայզարացնե քու վրատ եւ ողորմի քեզի դերը իր երեսը փայլեցնե քու վրատ եւ խաղաղություն տա քեզի եւ նաեւ գաղութեմ որ մեր հորսերը քու սրդիդ մեջ լա ամեն ժամանակ Հիսուսի շնորհքը որ այս կյանքի մեջ շարունակես զորությունով քայլել եւ Սուրբ Հոգու հաղորդակցությունը հիմա աչքերդ բաց ինձ նայելով կուզեմ որ քեզ դիսել մտած ադենդ եւ ելած ադենդ օրտնված լաս ցերկիտ կորձերը օրտնված լան որոշումներդ օրտնված լան հարաբերություններդ օրտնված լան ուրախ քնանաս ուրախ արցնաս Հիսուսի անունով միտքս բան մի եկավ ամեն
Միտքս բան մի եկավ։ Վաղի երկու շաբթի է։ Միտքս նայր ինչ եկավ։ Վաղի երկու շաբթի է։ Նայր ինչ իշեցուս ինձի։ Մեկ կդոր։ Գորչիգա հովիվ գսեգոր։ Վաղվա երկու շաբթիները ատ երկու շաբթիներն են որ դու գսես օհ, բայց քեզի բան մսեմ։ Մույս երկու շաբթիներն ալ։ Ասիգի իշեք օրմասի։ Եվ երկու շաբթիտ։ Եվ երեք շաբթիտ։ Եվ չորեք շաբթիտ։ Եվ 5 շաբթիտ։ Եվ ուրբաթիտ, եւ շաբաթիտ, եւ գիրագիտ օրտնված լա Հիսուսի անունով։ Հալելույա։ Ամեն։ Ադորամար նայր։ Լսե։ Երբ երկու շաբթի գլա, գամ գիրագի իրգնվն է, օհոյա չնես։ Սե վաղը նոր օր է, նոր հնարավորություն, նոր հույս, վաղը այդ օրն է, որ դերը ստեղծեց։ Եվ պիտի ուրախանամ, հալելույա, ամեն։ Հիմա լսե, դեր չի վերջացավ, լսե, ավելի կարևորը գա։ Ամեն ինչ, որ բաջար գլագոր, որ տուն երկու շաբթիիտ համար ասես օհոյա, Աստված գրնա փոխել, որ տուն չսես օհոյա, Աստված գրնա փոխել, որ տուն ասես yes, վաղ երկու շաբթի է, հալելույա։ Ժողովուրդ, ես ավոր խոսքեր մը գսեմ որ կամ տուն գավադաս կորմա։ Ես չեմ ուզեր ավոր խոսքեր ուստնձապես հավատացիր, հիմա ամենս է, հալելույա, ամեն։ Եկեք բարապանենք։